Դիմությունը շարունակում է պայքարել սահմանադրական դատարանում։ Դա ամերիկյան ֆուտբոլ է։ Նոր օր, նոր հոդված։ Դատական նիստի ընթացքում Ղուկասյանը միջամտել է ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը։ Առավոտը ավտոն հանում է ու ինքը արդեն Դավթաշենի մոստի կեսը անցել է։ Դրանց բանով մի շաբաթ ընթացքում բան կանի։ Բարև ձեզ, սիրելի լրատվասերներ, դու դիտում եք Arm Comedy-ին, որը արդեն ամեն ինչ դիտել է։ Մենք ձեր փոխարեն չտեսի պես նայել ենք բոլոր լուրերը, որպեսզի դուք հանգարց դա չանեք, նենց որ կարող եք լայքել այս թողարկումը, բաժանորդագրվեք կամ Patreon-ագրվեք։ Իսկ մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը ոչ միայն արմատուրաներ արտադրում, այլ նաև զարգացնում է ազգային ստարտափերի էկոհամակարգը։ Սևան Startup Summit-ն է մոտենում, իսկ դե գլխավոր հովանավորը գիտեք արդեն ով է։ Եվ այսպես ընդդիմությունը շարունակում է պայքարել սահմանադրական դատարանում հանուն արդարության։ Որտեվ ուղղակի շատ ձանձրալի կլներ միանգամից մանդատները վերցնել, նախ պետքա SDI level-ները անցնել։ Դե հա։ Եվ այսպես ընդդիմության փաստաբանը բացատրեց ՍԴ դատավորներին ինչումն է բանը։ Այնպես բացատրեց, ինչպես կբացատրեին 8 տարեկան երեխային։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի ինչի մասին է խոսքը, գործընկերս ներկայացրեց մի իրավիճակ, երբ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են խաղալ ֆուտբոլ։ Եկան աշխարհի չեմպիոնատ, դուրս եկան դաշտ, պարզվեց, որ դիմացի կողմը ասել է, չէ, որ ասել են ֆուտբոլ, այդքան էլ ֆուտբոլ չի, դա ամերիկյան ֆուտբոլ է։ Գիտի, որ աշխարհի առաջնությունն է այս օրինակով հաստատ կհասկանան։ Բայց կարող է դա չոքնի, որովհետև ախր ոչ բոլորը գիտեն, որ ամերիկյան ֆուտբոլը տարբեր է։ Չոքնի կյորլինգի վրա կբացատրենք, բայց առայժմ լրվենք ֆուտբոլի վրա։ Ես բերել եմ մարդիկ, ովքեր հագել են սաղավարտներ ու ձեզ ծեծելու են։ Ասում ենք, բայց մենք գնդակը ոտով ենք պարապել խաղալ, ասում է, չէ, ոտով չկա, ձեռով։ Կամ պատկերացրեք, եկել ենք շախմատի առաջնությանը, իսկ այն մյուս թիմը ասում է, «Վсё, պետք է գործ խաղանք», իսկ մենք այն գիրք կրծող աչքարիկներին ենք բերել։ Ոչմ հասկացանք, շատ անարդար պայմաններ են, ոնց որ եկել ես ջյուդոյի մրցումի, մեկին դե մեկը հյուրանոցից գողացած սպիտակ խալաթով եկել։ Շատ անարդար պայմաններ են, հա։ Ասում ենք, կլինի դե մենք էլ ձեռով խաղանք, ասում է, չէ, որ դուք ձեռով խաղաք, դες տուգանային ենք ուղարկելու, ասելու ենք ձեռով խաղա։ Այս սա է տեղի ունեցել։ Բոլոր թիմերը պատրաստվել են ֆուտբոլ խաղալու, եկել են ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատ, պարզվել է, որ մի թիմ ընդ որում մենակ ինքը ֆուտբոլ ասելով նկատի ունի ամերիկյան ֆուտբոլ, բերտում է ձեռին գնդակը, վազում է, ով որ ընկնում է, փչում են գետնին, սաղով պարկում ենք վրա։ Այդ ոնց որ ավելի շատ քաղաքապետարանում են անցած շաբաթ խաղում։ Միանգամից կարելի էր ավականու կիլդիմի են հարցնել ստեղ բարձրացնել։ Մի խառնի ալիքները թող աշխարհի ամենատարօրինակ մետաֆորան ավարտվի։ Ասում ենք լավ, կլի մենք էլ էլի ուժեղ տղաներ ունենք, իրանք էլ կան ֆուտբոլ խաղան ձեր նման, ասում է չէ, դուք չեք կարող խաղալ։ Դուք պետք է աչքարիկներով խաղաք այդ ռեգբին, արդյունքում 10-0։ Իսկ միանգամից կարելի է ասել, որ ամենավատ ելքով 300,000 ադրբեջանցի է գալու այդ ֆուտբոլը խաղա։ Չէ, դա շատ հասարակ մարդկանց համար է այդ մետաֆորան։ Ստեղ կարելի է ավելացնել, որ ռեժիմը Թուրքի ինտերնետ է բերում Սյունիքով, Թիմ Տելեկոմ, Ազերտելեկոմ համագործակցություն է սկսում, բայց նրանք ֆիքսվել էին ֆուտբոլի վրա։ Այդ դասքում ՍԴ դատավորներից մեկը ոնց որ չկարողացավ թաքցնել որոշակի ԿՊ-յոց հայացքներ։ Սեդա Սաֆարյանի հարցը, որն ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի, սկանդալային է։ Սաֆարյանը պնդում է, թե Ռուսաստանի նախագահը իր բարերով պաշտպանության տակ է առել 3 ուժերին, հետո հարցնում է, թե դա ինչ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքի վրա։ Մի րոպե, հիմա ընդդիմության հայցը չի ընդդեմ ընտրությունների կեղծիքների։ Բաբա ոնց չասի այն փաստը, որտեղ Պուտին ասեց, որ 3 կուսակցություններ ինքը անվերապահ աջակցում է։ Իշմես իր Twitter-ում Պուտինը որ գրել էր. «Я поддерживаю трехглавого монстра в виде партии». Երեք ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե այդ ընտրություններից առաջ, շատ ավելի առաջ, նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսք, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ 3 ուժերին եւ չէին էլ թաքցնում դա, որևէ ազդեցություն կարող էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա եւ ինչու այս գործոնը դուրս է մնացել
ձեր դիմումի փաստարկներից։ Որովհետև իրանք լրիվ ուրիշ հարցով են դիմել ՍԴ։ Հա, բայց Պուտինը դες ուղիղ չի ասել, որ աջակցում այդ երեք կուսակցություններին։ Ընդհանրապես մեկին դες ինտելիգենտ նամիկա տարե, որ թողեն դες լիարժեք մասնակցի։ Իսկ ավելի բաց ոչ մեկ չէր արտահայտվել։ Հետո Օրբելյանը պնդում է արտերկրից աջակցություն ստացած միակ կուսակցությունը ԿՊՆ է։ Մի քաղաքական ուժ կա, որը անվանական ստացել է աջակցություն եւ այդ աջակցությունը օգտագործել է ընտրական գործընթացների մեջ։ Դա քաղաքացիական պայմանագիրն է։ Երկու օտարերկրյա պետությունների նախագահներ Եվ այդ երկուսը Թրամփն ու Մակրոնն են։ Եկեք իրանց էլ ներգրավենք ՍԴ նիստերում որպես վկա կամ հայցվոր կամ ԿՊ աջակից։ Վաշում ՍԴ նախագահը խնդրեց պարզաբանել, թե ովքեր են այդ ուժերը, ում հստակ աջակցությունը հայտնել Պուտինը։ Պուտինը։ ՍԴ նախագահը ընդհատում է Օրբելյանին առաջարկում ճշտել երեք ուժեր ասելով, որ ուժերին նկատի ունի Սաֆարյանը։ Ուժեղ Հայաստանին ավերաբերվում եւ Հայաստան դաշնակցին։ Երագլուխ հրեշը սադենլի դարավ սիամականի երկգանգ։ Լավ, չխանգարենք ՍԴ-ին, անցնենք առաջ։ Իսկ այդ ընթացքում մենք մոռացանք ավականու նիստի կիլդիմության մի կարևոր դրվագ։ Ավականիում ընդդիմությունը եկել էր բադմինտոն խաղալու, բայց իշխանությունը դա suddenly դարձրեց ամերիկյան ֆուտբոլ։ Ու եղան անմեղ զոհեր։ Մի քանի մետրային կողմ հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանն է հենց քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայությամբ հարվածում է Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանին։ Այդ ընթացքում սպորտի եւ երիտասարդության վարչության պետ Արսեն Մակվենցյանն էլ հավանաբար Տեր Եսայանին շփոթելով քաղաքապետարանի մեկ այլ աշխատակցի հետ նրան գետնին է տապալում։ Մի րոպե, ոնց կարելի է օրը ցերեկով շփոթել Սարգիս Տեր Եսայանին ինչ որ մեկ ուրիշի հետ։ Ոնց է սա բացատրում բուն Սարգիս Տեր Եսայանը։ Այնտեղ մի հատ դրվագ կար, որ իրենք շփոթել էին ինձ մեկ այլի հետ, բռնում է կոկորտից, բարձրացնում է օդ, գցում է գետնին, խացով խփում են, հարվածում են, ինչա իմ վերնաշապիկից էր հակել, գույնը բռնում էր, մտածեցին ես եմ։ Մի անգամ մարդը որոշեց Սարգիս Տեր Եսայանի նույն սառոջկից հագնի ու հանեցին օդ ու շպրտեցին։ Դրա համար շատ կարևոր է տարբերվող վերնաշապիկներ հագնել։ Բերժ կա, տարբերվող վերնաշապիկներ, գնեք մեզ մոտ, որպեսզի շփոթությամբ ձեզ ճուժոյ պախմել չսվաղեն ավակյանում։ Բայց վերադառնանք ՍԴ, որի բակում հուշկու հանրահավաք էր։ Մարդիկ դժգոհ էին, որ իրենց ֆուտբոլի փոխարեն ներգրավել են ինչ-որ ամերիկյան ֆուտբոլի մեջ։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը պնդում է հարյուրավոր քաղաքացիներ կամ նրանց ընտանիքի անդամներ աշխատանքից հեռացվել են Ուժեղ Հայաստանին աջակցելու համար։ Այստեղ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր օրինակ ես տեսնում եմ մարդ, ով կորցրել է իր աշխատանքը, իր ընտանիքի բոլոր անդամների աշխատանքը, մենակ նրա համար, որ կանգնել է մեր կողքին։ Այս մարդը։ Ու շարունակեմ ու երի շարքը կտրենք քաղցր Նարեկ Կիրակոսյանով։ Ու միանգամից գտնենք այդ ազատված մարդկանց։ Ինչ գիտես, որ ազատվածները եկել են ՍԴ բակ Նարեկ։ Ուժեղ Հայաստանի մեկ այլ թեկնածու Անդրանիկ Գևորգյանն ավելի հեռուն գնաց պնդելով, թե ՍԴ-ի Բաքում հավաքվածներից յուրաքանչյուր երրորդն աշխատանքից հեռացված է։ Okay, դե գտնենք ամեն երրորդին։ Այ ոչ ոք չէր մտածում, որ մեր հատուկ թղթակիցը հատ կմոտենա ամեն երրորդին։ Այս հարցի պատասխանը ստանալու համար Factor TV-ն հավաքվածների շրջանում լրագրողական հարցում իրականացրեց։ Ուժեղ Հայաստանին աջակցելու համար ձեզ աշխատանքից ազատել են կամ ձեր ընտանիքի անդամ։ Դուք ճանաչում եք մեկին, որ աշխատանքից ազատվել է։ Բարև ձեզ, գնեք, ճանաչում եք մեկին, որ աշխատանքից ազատել են ընդդիմությանը աջակցելու համար։ Թվում է թե դժվար գործ է, բայց Նարեկը չի հանձնվում։ Որտեւ Նարեկը եկել էր պատրաստ խաղալու թե սովորական ֆուտբոլ, թե ամերիկյան ֆուտբոլ, թե նույնիսկ բեյսբոլի բիտան հետը։ ՍԴ-ի Բաքում ընդդիմադիրներին աջակցող այս քաղաքացին ասաց իր ազգականին են հեռացրել աշխատանքից։ Նա պնդեց ազատումը կապված է Ուժեղ Հայաստանին աջակցելու հետ, բայց ուշագրավ է, որ նա աշխատելիս է եղել Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանին պատկանող կարի արտադրամասում։ Ռեժիմը ազատել է աշխատանքից տաշիրի աշխատողներին։ Ստեղ մի փոքր խույվորած փորձում ենք հասկանալ խի արա ոնց։ Մեր բարեկամներից այս կառավարությունը ազատել։ Որտեղ էր աշխատում։ Տաշիրում, կարի ֆաբրիկայում։ Բայց տաշիրը պարոն Կարապետյանից ֆաբրիկան չի, իշխանությունը ոնց կարող էր ազատել։ Կարող է հենց այդպես
աշխատանքից ազատում են։ Այս ռեժիմը անտանելի է դառնում։ Այս ընթացքում նոր զարգացումներ Գյումրի սիրված քաղաքապետ եւ ռուսական Մեդվեդի սիրահար Վարդան Ղուկասյանի շուրջ։ Նոր օր, նոր հոդված։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։ Ըստ քննչական կոմիտեի դատական նիստի ընթացքում Ղուկասյանը միջամտել է ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը։ Մի րոպե, իրեն դատելու ընթացքում հասցրել է մի հատ էլ հանցագործություն անել, այդ ո՞նց։ Ինչ արեք, գողացել է դատավորի չակուջը, ինչ։ Լինելով հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ, նա դատական նիստի ավարտից անմիջապես հետո փորձել է պատասխանել լրագրողների հարցերին եւ հրաժարվել է կատարել ուղեկցող ոստիկանի դատական նիստի ավարտից հետո կալանավորված անձանց պահելու համար նախատեսված դատարանի խուց տեղափոխվելու պահանջը։ Մարդը շփման կարիք ունի, լրագրողը տեսել ուզում է շփվի, ոստիկանները միանգամից խուց։ Այս ոնց որ պրիդիրկայա նման, վստահ եմ, եթե նորմալ բացատրեք, շատ սիրուն կգնար լրագրող ոստիկանի հետևից։ Այնուհետև, երբ ոստիկանը փորձել է ուղեկցել Ղուկասյանին, նա բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ։ Դե շախ է տեսել, բնազդաբար շուգատ է եղել մի քիչ։ Հիմա այս պահի դրությամբ ոչ մի Վարդան Ղուկասյան ազատության մեջ չկա։ Չկա, ավելին շուտով ոչ մի արձականության կարող ազատության մեջ չլինի։ Նոր զարգացումներ արձականության Ռոտենբերգ հերոստանովելում։ Շնորհավորում եմ բոլորիդ Վարդավառը։ Կարևոր այսօր մեր ժողովուրդը ուրախ է անցկացնում այս գեղեցիկ տոնը։ Այս մի Վարդավառը միասին չի տոնի արձականության Ռոտենբերգ զույգը։ Ինչու՞։ Ինչպես այս սրբխեչները միասին չեն տոնում։ Այս թարգմանչած տոններ միասին չեն տոնում։ Ոչ էլ նույնիսկ բարեկենթանը ամեն կողմից հայ-ռուսական հարաբերությունները ամեն տեղ փչանում են։ Արա մի հատ լուսավոր կետ ունենք հայ-ռուսական հարաբերություն։ Ուժը հայրենյաց կուսակցության նախագահ գործարար Տիգրան Արզականյանը Նատալիա Սերգեևնային մոտենալ անգամ չի կարող։ Տիգրան Արզականյանը չի կարող մոտենալ անձամբ Նատալիա Սերգեևնային, ոչ անձամբ եւ ոչ էլ միջնորդավորված։ Restraining order ամերիկյան ֆիշկա կիրառում Պուտինի փոքր տարիքի ջյուդոյի խմբակի ընկերոջ նախկին կին Արզականյանի դեմ։ Իսկ եթե Արզականյանը չկարողանա կարդա դատարանի որոշումը։ Այս շատ քիչ հավանական տեսական տարբերակը եւս հաշվի է առել Նատալիա Սերգեևնան։ Ընդ որում այդ որոշման կատարման համար Տիկին Նատալիա Սերգեևնային արդեն կցվել են հատուկ անձինք, որոնք 24 եւ 7 ռեժիմով իրականացնում են իր պաշտպանությունը։ Իսկ ինչքան սիրուն էր սկսում ամեն ինչ։ Բայց Սերգեյ, Արզականյանը կնամեծար քյավարցիա, վախենում է ձեռք բարձրացնել Նատալիայի վրա։ Հունիսի 8-ին ժամը 20-ի սահմաններում հենց Տիկին Նատալիա Սերգեևնայի բնակության վայրից զանգը եղել է կապված իր ամուսին Տիգրան Վիշայի Արզականյանի կողմից խանդի հողի վրա կենցաղային հարցի շուրջ շահկած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել Նատալիա Սերգեևնայի նկատմամբ։ Կարող ուղղակի շատ կարճ էր հակելու Արզականյանը, չկարողացավ զսպիր Գեղարքունյաց ջղային կոլորիտը։ Բայց Նատալիան իր բարձունքից չի իջնում, ուղղակի թեթև ինտելիգենտ ակնարկ կանում Facebook-ում։ Երբ հասկանում ես, որ հանուն նրա իջեցրել է սեփական ստանդարտները, իսկ նա անգամ դրանց չի հասել։ Стандарты, цель, жизнь, Наталья Ротенберг, отношения, крыса! В общем, բռնության հոդվածով մեզ սպասում է նոր սերիալ։ Խի մենակ բռնության։ Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանն այլ մանրամասներ չասաց, միայն այն, որ քրեական գործ է հարուցվել երկու բռնության ու ազատությունից ապօրինի զրկելու հոդվածներով։ Արզականյանը պլեն է վերցրել Նատալիային, ոնց որ Կովկասյան գերուհի է դարձրել Նատալիային։ Դա ամեն ինչ բացատրում է դրամաշտաբ, հանուն սիրո եւ հանուն ցանկացած վեճ սիրողաբար գինու շուրջ լուծելու մի հատ գեղեցիկ կենաց գեղեցիկ Կովկասյան տոստ։ Մնացեք մեզ հետ, որտեղ երկրորդ մասում ենք խոսել ենք Իսրայելը ճանաչում է հայոց ցեղասպանությունը, ԿՊ-ն ընտրում է արժեփող նախագահներ, էլի լիքը նոր գաղտնալսումներ, մի խոսքով բաց չթողնեք։ Նարեկ, կուզես վերանորոգման մասին խոսել։ Ապա, Սերգեյ։ Քչերն են այս մասին խոսում, բայց վերանորոգման ժամանակ հաճախ մեծ բաներին են ուշադրություն դարձնում։
սալիկ, կահույք, դիզայն, բայց վերջում ամեն օր շփվում ենք ծորակի, ցնցուղի, լոգասենյակի մանր դետալների հետ։ Ես դա շատ վաղուց էի հասկացել, դրա համար ես գիտեմ գերմանական Grohe բրենդի մասին, որն ունի հարմար, գեղեցիկ, էլեգանտ լոգասենյակի եւ խոհանոցի պարագաներ։ Դոմուսում կարելի է գտնել Grohe-ի տարբեր լուծումներ, ծորակներ, ցնցուղային համակարգեր, աքսեսուարներ։ Շտապեք Domus կամ այցելեք domus.am, որովհետև իրանք են Grohe բրենդի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում։ Domus։ Եվ այսպես Իսրայելը չի ճանաչել, բայց կառավարությունը արդեն հաստատել է ու պետք է գնա հաստատման։ Այսինքն 111 տարի այս թեման ամեն ձև ծրելուց հետո, ասելով որ միակ ցեղասպանությունը հետի մեր նա ուրիշ ոչ մի ցեղասպանություն իրական չի։ Ինչա թե մի թեթև թարսվել է Թուրքիայի հետ ու մի հատ լնեց ոչինչ ցեղասպանություն Գազայում ինքնակատարել, նոր ոնց որ ասեց, օքեյ, ճանաչում ենք հայերին, հա։ Դեռ չի ճանաչել, նոր պետք է գնա Կնեսեթ հաստատման։ Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը պետք է ուղարկվի խորհրդարան Քնեսեթ, պարզ չէ սակայն արդյոք գործող խորհրդարանը կհասցնի քննարկել եւ ընդունել հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ The Times of Israel-ը տեղեկացնում է, որ մոտ 2 շաբաթից հուլիսի 16-ին Քնեսեթը ամենայն հավանականությամբ այսպես կոչված նախընտրական արձակուրդ է գնալու, իսկ արդեն աշնանը նախատեսված են նոր ընտրություններ։ Այսինքն հերիք չի sense լավ ուշացած, մի հատ էլ կարող է ոչ մի բան այդպես էլ տեղի չունենա հավայի շուխուռ լինի։ Երբեք ուշ չի նարեք։ Ճիշտ անելու համար երբեք ուշ չէ, հայտարարել է Գիդեոն Սաարը։ Բայց չէ, 111 տարին էդի լավ էլ ուշա, պատկերացրեք, ինչ որ պետություն մի հատ հոլոկոստը ճանաչի հիմա, չեք ասի, որ լավ էլ ուշա։ Ինչևէ, այս էլ հələ կարող է դե չլինի։ Հա, պատկերացրեք, սա չհաստատվի Կնեսեթում, կստացվի Հավայի խոսակցությունը, ուղղակի ինչ որ մեկին whitewash անելու համար արվում։ Ինչ որ շատ կոնկրետ մեկի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ հայտարարեց աջակցում է հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Քել դու նոր ցեղասպանություն մի արա, մնացած օքեյ է։ Իսկ կարող է այստեղ ուրիշ նպատակ կա, ոչ թե թեթև ինքնամաքրվելու ու Թուրքիայի ջեբը թեթև կակելու նպատակ կարա այլ նպատակ էլ լինի։ Ըստ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի Իսրայելը ուզում է սիրաշահել հայ ժողովրդին, թույլաtsնել 44-օրյա պատերազմից հետո իր նկատմամբ ձևավորված հակակրանքը, քանի որ Նեթանյահուն պլաններ ունի Թրիփի հետ կապված։ Ուզում է իսրայելական ընկերություններին Սյունիք բերել, Թրիփի շինարարության մասնակիցը դարձնել։ Մեր ժողովրդի մոտ լրջագույն նստած է այն միտքը, որ Ադրբեջանի դաշնակիցն է Իսրայելը, ամեն դեպքում այո, քաղաքականությունը քաղաքականություն, բայց Իսրայելը հայ ժողովրդի ցավը կիսող պետություն է, հետևաբար նորմալ է, որ իսրայելական ընկերությունները հայտնվեն օրինակ Սյունիքում։ Արա ճիշտ է, Թրիփ ունենք մենք, ինչ եղավ մեր Թրիփը։ Վստահ եմ, ինչ որ աշխատանք Թրիփի շուրջ հենց հիմա արվում է, մոտավորապես Թրամփի Իրանին լիքը միլիարդներ վերադարձնելու ու Super Girl-ի վատ ռևյուների արանքը մի բան անում են։ Հիմա շատ անհարմար վիճակում է հայտնվել ԿՊ-ն, մի կողմից ոնց որ Իսրայելը վատ բան չի անում Հայաստանի համար, բայց ոնց որ այս թեման առաջնահերթությունների մեջ չէր ԿՊ-ի։ ԿՊ պատգամավորներ խորհրդարանի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանն ու Էմա Պալյանն էլ տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին արձագանքել։ Ես չեմ կարող ձեզ հետ քայլելով խոսել հարգելիս։ Ինչ չեղավ, գոնե մեկը ինչ որ բան կասի, եւ այդ մեկը նա էր։ Հայաստանի համար այդ որոշումը ողջունելի է։ Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահից։ Այսինքն արձագանքի կարիք չենք տեսնում։ Առաջիկայում էլ որևէ դեպքում արձագանք չի լինելու։ Արդեն ասեցի։ Դե ընդհանուր որ վերստեք զենքայնացնել, չզենքայնացնելը Իրանով այդքան էլ ինչ-որ սկանդալային բան չասեց։ Դե ուրեմն անցնենք առաջ։ Բայց դե ռետրո Նիկոլ Հոդրանով չէր սահմանափակվում։ Անցած տարվա հունվարին վարչապետը շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր, թե դեռ պետք է հասկանալ ինչ է տեղի ունեցել հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու եւ ում միջոցով են ընկալել հայոց ցեղասպանությունը։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետքա վերադառնանք, պետքա հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Հարյուրավոր գիտական հոդվածներ այս թեմայով, կենթանի մազապուրց եղած մարդիկ, մենք ինստիտուտ ունենք ցեղասպանության ու դեռ ինչ-որ բան պետք է հասկանանք, հա։ Հետո երբ կրքերը թեժացել էին, ասել էր, որ փաստիարքի անքննելի է, ասեց։ Ոչ մի ստացվում է, որ Հայաստանն է հիմա այս հարցի շուրջ, այս Շվեյցարիայոտ ինչ-որ դիրք վերցրել, կարող է դրա համար էլ շվեյցարացիների հետ հանդիպման ժամանակ էր դա ասել։
Անցանք առաջ, ԿՊ-ն արդեն ԱԺ փոխնախագահի տեխնատուներ է ընտրում։ Եվ այսպես ովքեր կլինեն խորհրդարանի երկու փոխնախագահները քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։ Շողջան, մի վարքյան, այսինքն վաբշե ոչ ոք ակնկալիք չունի, որ սահմանադրական դատարանը կարա ասիր ծանր վճռական խոսքը ու անվավեր ճանաչի մեր ընտրությունները։ Okay, հասկացա, շարունակեք շողիկ։ Ողջույն Կարլեն, այո, 1.5 ժամ մոտավորապես այդքան տևած քաղաքացիական պայմանագրի վարչության նիստը քիչ առաջ ավարտվեց, վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց արդյունքները։ Ալենը, որ էլ ԱԺ նախագահ չի դառնալու, արդեն կոստյում չի ակտել, բայց խալադոկով է գալի նիստերի։ Չգիտեմ խալադոկը թե չէ, չգիտեմ դաժե խալադոկը ինչ նկատնես, որ գրում էր սա, բայց հա, բավական casual Friday-ոտ է։ Արտիշոպ չես նայում։ Քաղաքացիական պայմանագրի վարչությունը ազգային ժողովի փոխոսնակների պաշտոնների համար ընտրել է երկու տեխնատուն, առաջադրված 5 տեխնատուններից կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Ու գրքին ես պնդում եմ, որ Ալեքսանյանի հաղթանակը առանց Լեոյի օգնության շատ անհնար կլներ։ Լեոնով, Մեսսին ա օգնել։ Ինչ համը Պուտինոսին կողջայա։ Եթե Արման Եղոյանը ֆայմեր իր ելույթին միացնեց փիսիկի ջակոկ բերել, կարող է ինքն էլ ԱԺ փոխոսնակով գիտի։ Իսկ Բոն Ալեքսյանը ոնց է գնահատում իր աշխատանքը։ Ես ազգային ժողովում այն քիչ падգամավորներից եմ առնվազն, ովքեր որ շատ ելույթ են ունենում, այդ Ես մշտապես հանդես եմ գալիս շատ պարկեշտ եւ առանց վիրավորանքների խոսքով։ Դուք եք քացով հարվածում Վահե Հակոբյանին։ Պարոն Կիրակոսյան, քացով հարվածը խոսույթի մաս չի կազմում։ Ճիշտ է, քացով հարվածը ինքը խոսույթի տոտալ կոլապսի մասին արդեն։ Կոյտե զլապայմետնի, բայց արտահայտություններում շատ պարկեշտ է։ Աղայանից մի բարձկում չի թեքվում։ Դուք չէիք վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը ձերը, չէ։ Վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը իմ կարծիքով շատ գրական եւ շատ տիպիկ բնութագրող արտահայտություն է կոնկրետ տեսակի մարդկանց համար ու չեմ կարծում որ առհասարակ դրա համար։ Չէ, մի րոպե։ Ընդհանրապես Ալեքսանյանը ամենապարկեշտ падգամավորներից մեկն է։ Հա? Ալեքսանյանի վարկածով Դուք ձեզ համարել եք այս գումարման խորհրդանի ամենապարկեշտ падգամավորներից մեկը, ճիշտ է։ Միանշանակ։ Չէ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի հատ ընդդիմադիր մամուլը ուղղակի ուսումնասիրեք ու տեսեք թե իմ անվան հետ կապվող առհասարակ ինչ բացասական բան կա։ Միջև վերջի 2 տարին պարբերաբար խոսում էին իմ ավելորդ քաշից, ինչպես տեսնում եք վերջին 2 տարում այս մի խոսույթը առնվազն պակասել է։ You're welcome։ Դու ես պակասացրել այդ խոսույթը։ Ես մարդը ռեալ նիհարել է։ Չէ, հա, նիհարել է։ Չեմ ասում իհարկե լրիվ չոփ է դարել կամ ծծած պաստա, մակարոն կամ սպիչկա, բայց ահագին նիհարել է։ Պլյուս շունիկը 2 կիլո մենակ շունն է գցում։ Լեոյի ֆակտորը շատ ուժեղը։ Պրոբկաներ, շեղմենք։ Դավթաշենի կամրջի վրա ցանկացած պահին ավելի շատ մարդ կա կանգնած, քան չգիտեմ, Ավան վարչական շրջանում։ Ու քաղաքացիներից մեկը մի շատ հնարամիտ լայֆ հակ է գտել։ Ես գտա վարչապետի իմ տեխնատուին, խիզախ, չնահանջող, հնարամիտ, մարոշես գալիս է առավոտը ավտոն հանում է ու ինք արդեն Դավթաշենի մոստի կեսը անցել է։ Okay, ճոգում ես, չէ, բայց ոչ մեկ Դավթաշենի կամրջի վրա գարաժ չի տեղադրել, դա տեղափոխվող շարժական գարաժ է։ Հա, պետք է փչացներ, չէ։ 16 վայրկյան ես ունեի վարչապետի իմ նախընտրած տեխնացու։ Բայց վերադառնանք դառը իրականություն այդ ընթացքում հակակոռուպցիոնը հիշեց, որ մի քանի գաղտնալսումներ ունի նախքան ընտրություններից ընտրակաշարք հետ կապված ու հրապարակեց։ Դամոնուց քեզ խրգեմ ուրիշ երկրներ քոտունը փոխրգեմ գերամջան։ Այդպես չի պետք է։ Գոթելով քալոք այդ խաբարարը ասեք գա։ Կարող եմ ամաչման ներնաբար չեմ մտնում գեր։
Գիտեմ ես թափով փողա ցավը 100% այդ տասի գեղա մեկա թափով միացրամեջ տաները տը կսարկես բալը մատալը տաները տը կսարկես դու արմատի ամենքապետն ես չէ՞ նարմալ ջան ինչպես մնա ինչպես փոքր արմատն է կոննալ Մի րոպե սկզբից մեղադրում էին որ իրանց մեջ կին կանգնած է Ռուսաստանը ու Մոսկվան ու հիմա էլ Արբատը Բայց սա քո իմացած Արբատը չի, սա Արբատ գյուղն է։ Հա, բայց մարգարեությունը իրականանում է։ Ինչ մարգարեություն։ Չես հիշում Լյուբե խմբի մարգարեությունը За нами Россия, Москва и Արբատ։ Լավ, բայց վերադառնանք սրան, գուցե սա արտագաղթը կանխելու միջոց է։ Կարազարոջիկ մարդ է։ Ոպար չտա աստված սրանք ես ռուկն ես տան, թողում են գեթանք խոպատից։ Ախպերս, նե տաշոկրի լիքը թեմաներ կաստե։ Մեր տաշոն հիմա ջոգում եք որ երկու կողմից քաքի մեջ է կանգնում, մյուս կողմից ինքը կարող է լսի ու նեղանա դրանից, մյուս կողմից ես կարծում եմ որ հակակոռուպցիոնը կարա ջոգի այդ շատ վատ կոդավորված ծածկանունը ում նկատի ունի։ Այ օրինակ Բարգավաճը շատ ավելի կոդավորված էր խոսում, նենց որ ոչ մեկ ոչ նման չհասկացավ։ Ինքը իա գրած բանով մի շաբաթվա ընթացքում թես բանկանի իշո պետք է խանի կբերի կտա, բայց ես գեղը մի քիչ հարցեր լուրջա մի քիչ։ Հա։ Ինչ խոսքարցել է այտանի ծովը։ Այս կոդավորված զրույցի վրա նույնիսկ Ալան Թյուրինգը կարոտքի ստացավ։ Լսի ու բանը, այն բանը որ պետք է աներ, այն բանենց արա։ Այն բանենց։ Չէ, բանենց, բանանցի բանենց։ Բանենց, բանանց, բանի բանը որ անում ես, այդ բանենց քեզ համ քեզ բան կլինի, համ մեզ բան, դուք էլ բանը։ Մնացեք այն բանի ու այն բանի հետ։ Բան։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Իսկ ինչ ճանապարհ եք տեսնում իշխանությանը հեռացնելու։ Պարսկաստան։ Պարսկաստանը ուժեղան է, այդպես լավ արեց, այդ Ամերիկային դրեց, սաղին ցալեց, իմի դրելա մորմոն նեղուց սաղ Իրանով։ Ինչ ես կարծում, ինչքան կտևի համադրական դատարանում։ Շփոթա վերջ։ Ամսի 4-ին պետք է ասեն։ Հա, վերջնական։ Այնտեղ վերա քվեարկություն, վերա ապելյացիա, չէ՞։ Եթե չեպը չլինի, հա, հուլիսի 4։ Ինչ ես կարծում, դրանից հետո մանդատները։ Ես կարծում եմ, որ մանդատ։ Կարող է վերցնել մանդատները։ Ոնց որ դու ասեցիր։ Արա դե տարբերակ չկա որ չեն վերցնելու։ Okay, սպասեմ։ Ես Կիերջանի կնեմ վերցնեմ։ Միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի։